Լավ, ասում ես սկսենք նրանից, որ օրը երկուշաբթի է, չնայած որ ծանր, բայց իհարկե գալիս ենք ամեն առավոտ, որպեսզի փորձենք մի քիչ թեթևացնել, փոխել գույները ծանր երկուշաբթի օրվա։ Նրանք ովքեր շտապում են, ժողովուրդ շատ շուտ դուրս եկեք, որովհետև լուրջ խցանումներ են, դե մի քիչ էլ էս անպամած անձրևոտ եղանակ էլ ավելի է, չգիտեմ, ինչով է պայմանավորված, անձրև էլ չկա, բայց սկսում է ամպել, մի տեսակ սկսում են լուրջ խցանումներ։ Եվ քանի որ մենք իհարկե չգիտենք ինչպես պահպանել այդ կանոնները, որպեսզի այտենց չխճճվենք, դառնանք սարդոստային, ամեն մեկս մեր գծով գնանք եւ չենք էլ իմանա, դրա համար դուրս եկեք մի 2 ժամ շուտ։ Իսկ ընդհանրապես, եթե ձեր բախտը բերել է եւ դուք այս երկուշաբթի օրը տանն եք, դե իհարկե առաջարկում ենք հետեւել կենտրոնի առավոտին, որտեղ ինչպես միշտ կլինեն անկանխատեսելի քննարկումներ, իրադարձություններ, հյուրեր, իհարկե հետաքրքիր մշակութային եւ իհարկե համեղ խոհանոց։ Բարի լույս հեռուստադիտողներ, քանի որ օրը մի քիչ ցուրտ է, ես առաջարկում եմ թե կամ սուրճ տաք, բայց պարտադիր վերցնենք եւ իհարկե հետևենք կենտրոնի առավոտին, որովհետեւ այսօր հետաքրքիր հյուրեր ենք ունենալու, խոսենք պրեմիերաներից, խոսենք լավ ներկայացումներից, խոսենք մեր սիրելի արտիստների հետ, ռեժիսորների հետ, նաեւ կունենանք համեղ խոհանոց, այստեղ ինչքան մառախլապատ է լինում օրը, ինչքան անձրևում է, այնքան կանաչը շատանում է այստեղ, բայց շատ հետաքրքիր է, ինչը պատրաստելու այսօր։ Պետք է շատ ուտել։ Ես ասեմ, որ փոքր տարիքում այդքան շատ չէի օգտագործում, բայց հիմա չեմ պատրաստում։ Ծերության նշանը։ Սկսում ես ավելուկ ուտել, ուրեմն վերջ, կարաս համարես, որ թոշակի ես անցել։ Բայց ճիշտ է խոսենք, որ ավելուկը համարը։ Դե չէ, ես չես սիրում։ Դեռ չեմ հարմարվում իր հետ այդքան։ Չէ, դե մեկ տապակած վիճակում, հա, բայց փոքր ժամանակ առասարակ ես մտածում եմ ոնց կարելի է սա ուտել։ Իսկ ավելուկը, հա, այսինքն ճաշի դեպքում ոչ, հա։ Ինձ համար բոլոր տարբերակներով մանավանդ մի քիչ էլ որ սխտոր ալինու։ Դա էլ ասում եմ մեծացել ես։ Բայց լավ եմ պահպանվել, որովհետև օրգանիզմը զգում է որ մեծացել է, բայց որ հայելու մեջ նայում եմ ասում ված չի։ Կոսմետոլոգները չեն թողնում, որ երևա կանանց տարիքը, բայց ասма դուք դրան մի խաբվեք, հենց տեսնում եք ինչ-որ մեկը ավելուկ է սիրում, ուրեմն կլուրջ տարիք ունի։ Ողջույն։ Վայ, տխուր դեմքով նայում է, վայ, դու սիրում ես ավելուկ։ Այդ տարիքի հետ կապված, որ ասացիք, ես այդ փաստի վրա համոզվել եմ, որովհետև ես մի տարիք կար, որ մինչև երևի 20 տարեկան այդպես ավելուկը ատում էի, չէի ուտում։ Չէ, բայց եկեք հասկանանք ինչ է նշանակում սիրել։ Չէ, ես ոչ թե սիրում եմ, այլ սիրելը կախված է պատրաստելու հետ։ Իսկ ես շատ երկար տարիներ առասարակ չեմ էլ կերել։ Ու չէի հասկանում այդ, մի անգամ փորձեցի, մտածեցի ես թույն է չկարելի ուտել։ Հետո պարզվեց ոնց որ թե ամեն ինչ ուտում ես։ Այո։ Իմ մոտ էլ այդպես եղել, ես տանել չէի կարողանում համը, հետո սկսեցի, մի տարիք եկա, որ սկսեցի ավելուկ տանել համը։ Այո։ Հետո բոլորը ովքեր ասում են, որ վայ ավելուկը ոնց են ուտում եւ այլն, ասում եմ սպասի տարիքդ կգա դու էլ կուտես։ Իրականում այդպիսի սպეციფիկ։ Դուք որտեղ եք ապրել, ախր ես գյուղում եմ ապրել, զարմանալին ասեմ, որ ես ավելուկ չեմ կերել գյուղում։ Դե ձեր տարածաշրջանը կապ ունի, ոչ։ Չէ, նա իրականում ես կարծում եմ տարածաշրջանում ընդունված կանաչի է շատ տարածված, այո։ Որովհետեւ լոռում դա շատ ընդունված է։ Մեր տանը շատ հաճախ է եփվել, որովհետեւ մայրս շատ սիրում էր, բայց խնդիրը ես կարծում եմ հետեւյալն է, որ մենք այդ տարիքում առանձնապես տապակած կանաչեղ են, այդ տեսակ բաների հանդեպ չեն կարող սեր ունենալ։ Հիմա ոնց որ մեր երեխաները, հիմա էջին ասենք ավելուկ կեր, չի ասի պապա ինչ ա եղել որ ավելուկ պետք է ուտել։ Այո, իսկ տապակած կարտոֆիլ խնդրեմ։ Դե հա։ Սիրով։ Դե միանշանակ բոլորը սիրում են, բայց այսօրվա պատմությունը այլ է։ Հետևաբար արդեն մենք ավագ շաբաթի մեջ ենք գտնվում, որովհետև երբ որ ավարտվում է ծաղկազարդը, ծաղկազարդին հաջորդող երկուշաբթի օրվանից սկսվում է ավագ շաբաթը։ Բոլոր օրերը համարվում են ավագ օրեր եւ ավագ երկուշաբթից մինչեւ ավագ ուրբաթ ունի հատուկ կանոնակարգ եւ եկեղեցական տոնացություն եւ ժողովրդական տոնացություն, որովհետեւ ամեն մի օրը նշանակված է ինչ որ գործողության համար։ Օրինակ երկուշաբթի օրը ժողովրդական ծիսակարգ համակարգում ընդունված էր, որ մարդիկ տանում են իրենց ցորենը աղալու ջրաղացներում, որովհետև նախկինում այդպես չէր ընդունված չէր միանգամից աղացած ալյուր գնել եւ այլն եւ այլն։ Հացատիկը տանում էին աղալու, նախապատրաստելով զատկական
թխուկների, գաթաների եւ այլնի պատրաստմանը, որտեղ այդ ամբողջ շաբաթը ծիսակարգային տեսանկյունից ավագ շաբաթը նախատեսված էր զատկական շաբաթի պատրաստությանը։ Ավագ շաբաթը իրենից չի ենթադրում պահքի ավարտ, հետեւաբար այդ ընթացքում եւս պահքի խոհանոց է, բայց քանի որ մենք պետք է հեռուստադիտողին օգնենք, որպեսզի զատկի համար հայկական ավանդական ճաշատեսակների պատրաստման բաղադրատոմսեր հետաքրքիր իմանան, ես որոշել եմ, որ այս շաբաթը ոչ թե կլինի պահքի շաբաթ, այլ կլինի զատկական շաբաթ, այսինքն ամեն օր մենք կհուշենք հայկական ավանդական տարբեր խոհանոցներից, այսինքն հայկական լեռնաշխարհի մի ճաշատեսակ, որը պատրաստել են հենց օրինակ զատկի օրը։ Եվ մենք վերջում կունենանք մոտավորապես 7 տեսակի ճաշատեսակ, որոնք կլինեն ուղղակի նորություն եւ այս տարի զատկի սեղանին կդրվի նորություններ, օգնելով, որպեսզի ավանդական եւ ազգայինը տարածվի։ Այսօր ես պատրաստելու եմ պարսկահայքի խոհանոցից կանաչիների տապակա, որին պարսկահայերը ավելի շատ իրանահայերը անվանում են քուքու, այսպիսի անվանում ունի շատ հետաքրքիր։ Իհարկե ես ծագումը չեմ կարող վերլուծել ինչու է այդպես անվանումը, որովհետև դա տարածաշրջանային անվանում է իրենց մոտ։ Հիմնականում պարսկահայերն են ասում, հավանաբար պարսկերեն անվանում ունի, բայց պարսկահայքի տարածքում ուղղակի դա կանաչիներով տապական է։ Ինչն է սրա յուրահատկությունը։ Սա սովորական ձվածեղ չի կանաչիներով տարբերակը տապակա չի ստացվում, այլ վերջում մենք ստանալու ենք տորթի նման կտրվող խմորեղենի նման մի հետաքրքիր կանաչիով թխուկ, այսպես ասեմ, որովհետև կանաչիների առատությունը հիմա որ դուք տեսնում եք սեղանին, դրա այդ նյուանսն է այս ճաշատեսակի, որը յուրահատուկ համ է փոխանցում։ Համով հիշեցնում է ժինգյալով հացի միչուկը, որովհետև կանաչիների առատությունը եւս կա ժինգյալով հացի մեջ։ Հիմա թվարկեմ ինչի անհրաժեշտ մեզ։ Ուրեմն խառը կանաչի է այստեղ մեկ կապ, ունենք այստեղ մանդակ, ունենք նաև ճակնդեղի ուրեմն ցողուններ, ունենք այստեղ կանաչ սոխ, սամիտ, թարխուն, համեմ առանձին կապով, չնայած նրան, որ խառը կանաչու մեջ եւս կա համեմ, բայց այս դեպքում համեմը առատ ենք անում։ Այս ամբողջը կտրատելու ենք շատ մանր, մի փոքր շոքե խաշենք, քիչ ջրով, այսինքն ջուր չենք գրեթե ավելացնում, միջև որ ամբողջ ջրային զանգվածը կանաչուց դուրս գա։ Հետո ավելացնելու ենք կարակ եւ այստեղ ես ունեմ 8 ձու, որը հարելու ենք կարմիր պղպեղի, սև պղպեղի եւ իհարկե կարակով ենք պատրաստելու, քանի որ զատկական կերակուրները արդեն թույլատրելի է պատրաստել կարակով, այսինքն կենթանական սննդով, որտեղ պահքը ավարտվում է զատկի օրը։ Եվ ավելացնելու ենք վրան, փակենք կափարիչը, մարմանդ կրակի վրա մի կողմը եփվում է, հետո շրջելու ենք հաջորդ կողմը եփվի ու վերջում ստանալու ենք այդ մեր կանաչիներով բանջարեղենային տորթ է, այսպես ասեմ, զատկական։ Համը աննկարագրելի է, քանի որ փորձել եմ ես այս ճաշատեսակը, շատ եմ սիրում իրականում, որովհետև շատ թեթև, նուրբ ու հետաքրքիր, այսպես ասած, զատկական ճաշատեսակ է։ Համոզեց։ Ես կանաչիների դեպքում ասում եմ ինչ ձևաչափով էլ պատրաստեն կուտեմ, բայց դա ինձ թվում է հայկական ընտանիքներում շատ ընդունված է, բոլորն են սիրում ու հատկապես այս սեզոնին, երբ արդեն գարուն է, բոլորը նախընտրում են, հենց որ հետաքրքիր է, չէ՞, ինչ ճիշտ սեզոնը որոշում է մարդու ճաշացանկը։ Այո։ Օրինակ սկսվում է նոր տարին, մի տեսակ հատիկ եղենը, միսը, ամանորի ընթառաջ եւ հետո մի տեսակ շատ ենք ուտում եւ այնքան ենք հագենում, որ արդեն գարունը գալիս է լրիվ փոխարինելու։ Էլ չեմ ասում, թե կանաչիները ինչքան դրական ազդեցություն կարող են ունենալ մեզ վրա։ Մի անգամ տենց շատ տարիներ առաջ լսեցի այդ արտահայտությունը, երբ ասում էին դուք ասում եք, որ հա հատկապես խոզի միս դե շատ ուտել չի կարելի, ինքը սրտի վրա տենց ծանր է նստում, յուղոտ է եւ այլն, բա ոնց է որ հայ տղամարդիկ այդքան շատ են օգտագործում ու մի բժիշկ պատասխանել էր, բայց դուք տեսել եք, թե հայ տղամարդիկ խորովածի հետ ինչքան կանաչի են ուտում եւ դա իրենց միակ փրկությունն է։ Հետո ես իմացա, որ փաստորեն դա իր ազդեցությունը ունենում է ամեն դեպքում։ Մի խոսքով սիրելի հեռուստադիտողներ, դե եթե տանն եք ու ճաշացանկը այսօրվա ձեզ հետաքրքիր է, կարող եք պատրաստել։ Այս այն մեր եթերում երաժշտություն, դուք կարող եք սուրճով կամ թեյով, եթե շատ ցուրտ է միանալ մեզ, մենք հետո կշարունակենք։ Այս գեղեցիկ երգի բառերը Համոր Սահյանինն են, իսկ երաժշտությունը Սասուն Պասկևիչյանին է։ Իդեպ ասեմ, այսօր մեծ պոետի ծննդյան օրն է, երևի ամենասիրելի պոետներից մեկի։ Ես ստիպված էի հրաժարվել իմիջայլոց մասնակցությունից Համոր Սահյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ պիտի բանաստեղծություն կարդայի,
ներկայացման պատճառով, ներկայացման փորձերի պատճառով, որովհետև դե ժամանակ չկար պարզապես պատրաստվելու, շատ ափսոսում եմ, բայց իհարկե ասում եմ իրար խոստացել ենք կազմակերպիչների հետ միասին, որ հաջորդիվ գոնե Թումանյանինը կհասցնեմ մասնակցել։ Հուսանք։ Թեյ սուրճ ինձ թվում է, եթե մենք ունենայինք մրգեր, օրինակ խնձոր, նարինջ, կա այդպիսի բան, քո պահոցում վահել։ Մենք կարող ենք վիտամինային թեյ պատրաստել հիմա, ասում եմ, որովհետև ինչ պիտի ասեմ, վիտամիններ են պետք լսելու համար, չէ՞ չունե։ Ոչ էլ կիտրոն։ Ոչ էլ կոճապղպեղ։ Ցավոք ոչ։ Շատ տխուր է քո խոհանոցում վահել, ոնց է ստացվում, այո։ Այսօր հա։ Իսկ սուրճ։ Ոչ։ Ոնց որ հա։ Իսկ դու հյուրեր չէիր սպասում այս երկու շաբթի օրով, հա։ Այսօր պատրաստ չեմ այսօր ասում։ Այսօր գործի չենք։ Մենք էլ են բարեկամներն ենք, որ առանց զգուշացնելու ժամանակին տենց էր, չէ՞, բայց ով ուրում զգուշացնում, որ պիտի գար։ Մաքսիմում զգուշացում է դուրը թակելն էր։ Այո։ Հիմա այսօր հետո նա դուրը խփել եք, ասում տունը մարդ չկա։ Բայց դա էլ էր գեղեցիկ ամառ։ Համաձայն չէ, համաձայն չէ։ Պատկերացնում ես, որ գալիս էին Ճիշտ է մաման չէր սիրում, բայց ես սիրում էի։ Լիքը բարը, որովհետև դուք ոչինչ չէիք անում, ոչ հավաքում եք, ոչ լվանում եք, ոչ եփում եք դրա համար, ձեզ լավ էր։ Ոչ, ես շուկա գնացողն էի, ոնց ոչինչ չէի անում։ Շուկա, պարել։ Ամեն ձեռքից 36 կիլո գալիս էի, ու այդպես ամեն օր։ Բայց այդ հետո գնում եք ձեզ համար պաղպաղակ, չգիտեմ ինչ է։ Դե հա, բայց մատերը սկտրվել էր։ Այն քիչես են բողոքում։ Հին են պակետները, այն որ չէր տոպրակները, որ չէր պատրվում ինքը ընդհանրապես ու կտրում էր մատերը։ Հիշում ես դու։ Որ դրա համար իրենք աղբի տոպրակ չէին դառնում։ Իրանք դες հավերժ ծառայում էին մեզ։ Բայց ասма փոխարենը գալիս էին մարդիկ, ովքեր պարզում էր, որ ինստիտուտ են ընդունվել ու այդուհետ պիտի 4 տարի ապրեն ձեր տանը։ Եվ դու այդ մասին իմանում ես հենց այդ ժամանակ։ Այնպես չէ, մենք դրա մասին հարցում ենք։ Դու դա իմանում ես ընդունության քննությունների ավարտից հետո։ Ավարտից հետո, այո։ Ասма համ էլ չէին ասում, որ ընդունվում է, որ աչքով չտան, հենց ընդունվում ավարտում էր, արդեն ասում էին, որ ընդունվել է ու այսուհետ ձեր տանն է ապրելու բոլոր պատասխանատվություններով հանդերձ։ Ու ասեմ ավելին դու էլ քնելու տեղ չունես։ Դու էլ, հա, ու դու հյուրը պիտի միշտ մենք հյուրին որ ընդունում ենք ըստ արժանվույն, դու քնում էիր 4 տարի պոլին, որովհետև հյուրը պիտի քներ քո անկողնում։ Հետո դու սկսում ես կամաց ատել այդ հյուրին, այդ բարեկամին, որովհետև ինքը, այսպես ասած, քո ամբողջ կենցաղն ու առօրյան տակրը վրա էր արել, ինքը էլ չգիտեր թե դնայ վահեն ինչ տխուր է նայում, ինչ ա վահ, այդ քո գլխով անցել է, հա։ Չէ, ես հիշեցի, որ Կովկասում ընդունված տարբերակ կար հյուրին ընդունելու եւ այս պատմությունը, որ պատմում ես, նույն այն բանն է, հա, հնի նոր ձևով տարբերակով մատուցումն է, որովհետեւ ասենք իրենք տանը կարող է այդ օրը ուտելու բան չունենային, բայց եթե հյուր էր գալիս, իրենք տան միակ գառը կարող էին մորթել եւ հյուրասիրել հյուրին։ Եվ բացի դա մի հետաքրքիր փաստ արձանագրենք, որ հատկապես Հյուսիսային Կովկասում տանը կից առանձին տուն կար պատրաստված, որտեղ հյուրը մենակ պետք է վայելեր իր, այսպես ասած, հյուրընկալությունը եւ իրավունք չունեին օրինակ, երբ որ հյուրը չի ցանկանում գնալ, ինչքան ուզեր պետք է մնար եւ իրենք այդ օրերը պետք է բավարարեին։ Անկախ նրանից այդ մարդը իրենց բարեկամ էր թե ոչ, այն որ ասում էր անցվոր աղբեր այդ հյուր հասկացողությունը, կապ չուներ ճանաչում ես այդ մարդուն թե ոչ, քանի որ իրենք ընդունում էին, որ Աստծո հյուրն է, ոչ թե մեր հյուրն է ընտանիքի, հետաբար Աստծուն պետք է պատվել, որտեղ դրա համար ասում են, որ Աստծո հյուրը հենց Աստծունն է, այստեղից է գալիս։ Եվ իրենք ամեն բան անում էին հյուրին գոհացնելու համար։ Այնպես որ դրա պատմությունը շատ հին է, որը մեր մեջ արմատացած է։ Նու դե հիմա էլ է այդպես, պարզապես հիմա մենք գիտենք հյուր է գալու, ամեն բան անում են, որ չգա։ Չէ, պատրաստվում ենք գոնե, այսինքն համ պատրաստի փաստի առաջ չենք կանգնում, թե չէ մոտավորապես էլի նույն հարգանքով, ասում եմ, հյուրին պատշաճ կերպով ընդունում ենք, մի քիչ ավելի քաղաքակիրթ ձևով։ Դե հիմա նայած ընտանիք, չգիտեմ, ես կարծում եմ շատերի մոտ։ Օրինակ, ես անընդհատ հիմա բացահայտում եմ ու շատ էլի պիտի ասեմ, որ նախանձախնդրությամբ եմ նայում այդ իրականությանը, հիմա կամաց կգամ ինչին, չնայած որոշել եմ այսուհետ առանձնապես շատ բաների մասին չխոսել, որովհետև միևնույն է ապարդյուն է։ Հասկացողը հասկանում է, չհասկացողին էլ ուզում ես 145 անգամ ասա չի հասկանալու, բայց քանի դեռ այս ինտերնետը տալիս է այդ հնարավորությունը տեսնելու, տարօրինակ բան ասեմ, այդքան մենք խոսում ենք մեր Հայաստանից ու հայրենիքից, արժանինքներից բան, ու այդպես քննադատությունները ինչքան ուզես կողողվեն, գուցե մեր հավատարիմ հետևորդները ամեն անգամ համաձայն լինեն մեզ հետ, բայց տարօրինակն այն է, որ ես անընդհատ
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից լսում եմ մեր Հայաստանի մասին բոլոր լավագույն դրսևորումները։ Իրենք ամեն ինչ նկատում են, իմիջիայլոց ամեն լավ բան։ Մեկը դրամապանակն է կորցրել, պարզվում է, որ ինքը չէ հավատացել, որ կարող է գտնեն, դիմել է, գտել են, գումարը կոպեկ առ կոպեկ հետ են վերադարձրել, չնայած պորտմանի մեջ չի եղել, բայց պարզվում է առանձին պահած են եղել, ասում անգամ կոպեկներով հանդերձ հետ են վերադարձրել։ Ես ազնվորեն ասեմ, երբ Դուբայում աղջկաս հեռախոսում ես թված, որ կորել է, եւ այդ ինքնավստահ արտահայտությունը ոստիկանի վրա ասած չի կարող կորել, սա Դուբայն է, շատ ինձ դուր եկավ, որ որ ասում է ոնց իմ քաղաքում ոնց կարող է բան կորել, այստեղ ոչ մեկ չի գողանում, այ մոտավորապես ես այդ զգացողությունը ունեցա, որ Հայաստանում ոչ ման չեն գողանում ու մարդիկ այդ նկատում են, բարձրաձայնում են օրինակ ոստիկանների պատրաստական լինելը ինչ որ բանում օգնելուն։ Ես էլ եմ դրա այդ համաձայն, բացի նրանից, հա, որ չգիտես ինչու չկա սենց տարանջատած գոնե մի խումբ բարեկային ծառայություններ, որոնք լուրջ կվերահսկեն երթևեկությունը, ենթադրենք կունենան դասակարգումներ գուցե, չգիտեմ այդ ոնց է լինում, բայց այն որ իրանք հաստատ կդիմես կօգնեն, այդ փաստ է։ Իրականում այս ապահով երկիրը, որտեղ ձեր երեխաները հաստատ եթե կուզեն խաղալ բակում, հաստատ կխաղան ու դուք չեք անհանգստանա, որ իրենք ամռանը մինչև ժամը 12-ը, մինչև այսօր ես երեխաների ձայնը լսում եմ, մինչև 12-ը դրսում գորգռում խաղում են։ Եվ Հայաստանում շատ կարևոր արժեքավոր բաներ կան, որոնք հենց մենք չենք գնահատում, որովհետև մեզ համար դարձել է սովորական մի բան։ Այդ դրսում ապրող մեկը, որ իր երեխային երբևէ չի կարողացել թողնել բակում խաղա, այմ այդ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կանայք բարձրաձայնում են։ Իրենց համար դգիտեք ինչ առավելություն է։ Իրենց համար մարդկային հարաբերություններում երբ ինչ-որ մեկը մոտենում է ինչ-որ բան օգնելու, դա մեծ առավելություն է։ Եվ բացի դա երեխան է երջանիկ, տեսել ես երեխաները ինչքան երջանիկ են, երբ որ այստեղ չեն մնում տենց համած բանին կպած։ Խաղացող երեխեքի մասն եմ ես ասում, այսինքն իրանք դուրս են գալի խաղում են, շատ իմ շրջապատում մարդիկ կան, որ ասում են այո, մենք Ռուսաստանում վախենում ենք ծնողները պարտադիր պետք է երեխաների հետ իշտեն, այստեղ երեխան գնում է կյանքում հույս չես կարող ունենալ, որ հետ կգա երբևէ։ Եվրոպայում չասեմ, այն Եվրոպա գոռացող մանկավարժները տենց բան են ցայտնոտի մեջ են ընկնում։ Այնտեղ այգիներ կան շատ սիրուն խնամված, իմիջիայլոց այնտեղ ծառ չես կարող տնկել, հենց երեք էլի խոսում ենք Եվրոպայում ապրող մարդկանց հետ ծառ կտրելու, տնկել եմ ասում, տնկել էլ գուցե, քեզ իրավունք տան որտեղի ինչ ոնց, բայց ծառ կտրես, ասում եմ այստեղ հանկարծ ձեռքդ վերցնես ինչ-որ մի հատ ճյուղ կտրես, մեկ էլ ես իմ քանի հատ ջոկատ կգա ոստիկանության հասկանալու համար հոգեկան ինչ շեղում ունես, որ որոշել ես այդպիսի բան անել ու փորձեն քեզ օգնել կամ հոգեբուժարան տանեն կամ չգիտեմ ուր։ Առհասարակ բնության հետ Եվրոպայում շատ պատասխանատու են վերաբերվում, բայց մենք համ գոռում ենք այդ մասին, որ գնում ենք Եվրոպա, համ էլ այդ Եվրոպայից դեռ ոչ ման ասում եմ չենք վերցրել։ Բայց հիմա ուզում եմ անդրադառնալ մի ուրիշ թեմայի, որի մասին այդքան գոռում ենք, ինձ թվում է չկա մեկը, որ ասի այդպես չի, հուսամ չկա, որովհետև ինչ լոգիկայով ուզում ես անալիզ արա, չկա տենց մեկը, որ չի հասկացել, որ այս կյանքում լավագույն դաստիարակությունը դա օրինակն է։ Ինձ թվում է ճիշտ եմ ասում, փիլիսոփայական գրքեր էլ բացեք, հոգեբանական, չգիտեմ ինչ, այնտեղ գրված է, որ այմար ձեր կյանքի փորձով փորձեք։ Հիմա ես ուզում եմ մի բան հասկանալ, երբ այդ արշավը տենց գնում տենց ավելի է, տենց այն որ դուք ես հավեսի ես գցում, որ ինչքան մարդ կա չէ, տենց որ մի բանից տենց անում ես, ավելի ես հավեսով ընկնում, հիմա այդ կրթությունը նորաձև է այս կազմակերպությանը։ Էլի ոգևորվել են։ Չգիտեմ, դե ամբողջ օրը ինչ-որ տենց պուճուր տենց գովազդ են անում, բայց մի խոսքով լրիվ ինտերնետային բան է, քաղաքականություն է, այսպես ասած։ Քաղաքականություն ուզում ես տեսնել իրականում, ինտերնետում տենց պուճուրիկ PR բաներ տես։ Բայց այդ էլ չի էական, արդեն այնքանա ծիծաղելի, գիտեք, ինչ կա մի հատ ինչ-որ մի սահման, որտեղ անգամ ամենածիծաղելի արդեն անեկդոտ էլ ծիծաղելի չի, որովհետև օրինակ կան ինչ-որ երևույթներ, որոնք արդեն վերջ, էլի, ինչ-որ մեկը դրա վրա ծիծաղում է, ինչ-որ մեկը հայհոյում է, ինչ-որ մեկն էլ ուղղակի արդեն շատ անտարբեր է, որովհետև դա մի խոսքով շատ ցածր բան է, որ դրան անդրադառնաս։ Ես ուզում եմ հասկանալ մի բան։ Ինչի է պետք օրինակ ծախսել այդքան գումար, ընկնել դռնե դուռ, մարզերում, խոսալ կրթությունը նորաձևեից, երբ որ դրա փոխարեն անում են գործ, այն որ ասում են օրինակը տա, լավագույն գործը որն է, հիմա ասեմ։
Այդ կրթությունը իսկապես փոխում են դպրոցներում, ոչ թե տենց սարքում են արդեն տենց եսիմ ուր հավասար։ Մանկավարժն էլ արդեն ոչ դերն ունի, ոչ մանկավարժը գիտի, որ ինքը մանկավարժը ինչ արտահայտություն կարող է իրեն թույլ տալ, ինչը ոչ։ Այս ծրագրերը, այդ սմայլիկները, այդ թուրք հեղինակները, հայ հեղինակներին հանելը, ռազմագիտություն հանելը, կրոնի պատմություն հանելը, հայրենասիրություն բառը հանելը, այս սաղ փչացնում ենք, բայց խոսում ենք կրթությունը նորաձև է։ Բայց որ ասես դռնեդուր են ընկնում, այսինքն ճիշտ հասկացա, ուսանողներ քանակ չկա, այսինքն ուզում են որ բերեն Չես խոսում։ Ինչ համար չհասկացա, ինչ համար։ Այնտեղ ես չեմ էլ կարծում, որ արտահայտություն կա, գնացեք ընդունեք բարձրագույն ինստիտուտ։ Ես ես իմիջիայլոց ասեմ, ոնց կարող է բարձրագույն տիկնոջ անելիքը լինել, օրինակ ընկնել դռնեդուր, խոսել կրթությունը նորաձև է։ Ես իմիջիայլոց մտածում եի, որ քանի որ բոլոր հայտնի տիկինների անելիքը եղել է բարեգործությունները, հիվանդ երեխաների հետ կապված, հա, այսինքն օրինակ այդ ինչ որ տարիք կա, որտեղ արվում է բարեգործական լուրջ ծրագրեր այդ երեխաների բուժելու համար։ Եվ եթե մենք խոսում ենք կրթությունը նորաձևից, ինչ անել, որ կրթությունը դառնա նորաձև։ Բարեգործական էլի մի բան կազմակերպեք, կարողանում եք, չէ՞, տենց ճաշեր կազմակերպել միլիոնանոց, կազմակերպեք X ուսանողներին, ովքեր չեն կարող վճարել, իրենց ուսման վճարը 4 տարիա, 5 տարիա ինչքան է վերցնել բացառապես ձեր վրա։ Թե դուք ոնց կընտրեք, այդ արդեն եթե պետքա կարանք օգնենք ձևաչափը ոնց ընտրել այդ ճիշտ ուսանողներին։ Սա կրթությունը քարոզելու օրինակ է։ Դու տալիս ես մարդուն 4-5 տարվա ապահովություն, որ եթե դու չաշխատես էլ, բալիկ ջան, դու ունենալու ես քո կրթության գումարը։ Եթե ավելի լավ սովորես, իսկ այդ օրինակը կա, առաջին տարին լավ սովորում ես գերազանց, ընկնում ես անվճար։ Հետո այդ գումարը գնում է մեկ այլ ուսանողի համար, ով որ, չգիտեմ, նոր պետք է ընդունվի, չի կարողացել անվճար ընդունվի։ Այսինքն կազմակերպել երեխաների համար հնարավորություն անվճար սովորելու, նկատի ունեմ վերցնելու իրենց վրա։ Դպրոցներում բարձրացնել կրթության մակարդակը, որովհետև եթե ծնողը ինքն է բարձրաձայնում այն մասին, որ կրթության մակարդակը իջել է, չնայած բոլորս ենք տեսնում, դու չես կարող անընդհատ, այդ ոնց եղավ, այդ կրթության փորձագետները գոռում են, բարձրաձայնում են, որ դպրոցներում այս վիճակն է, որ չի կարող այսպես լինել, SSS դասագրքերի փոփոխությունները, պատմության շեղումը եւ այլն։ Այս ամեն ինչը շեղում եք, բայց գնում եք, ընկնում եք մարզերով դռնեդուր, որ ասեք, որ կրթությունը նորաձև է։ Ես ուզում հասկանալ, իսկ ինչ կա այդ կրթությունը նորաձև է տալիս։ Հետո ինչ են ասում կրթությունը նորաձև, այսինքն եթե չսովորող մարդուն իրենց կտրում են ինստիտուտից։ Այդ եմ ասում, որ ասում եմ իր արամերժ իրականություն է։ Եթե դու ասում ես սովորես, չսովորես, բալիկ ջան, ատեստատը ստանալու ես, հետո տենց էլ գնալու ես այդ կիսագրագետ վիճակով, որը ավելի վտանգավոր է։ Կընդունվի։ Այդպես փողը կգտնի կգնա մատուցող համալսարանը թողի։ Պետք է, թող տա էլի, թող լինի։ Չէ, ժամանակներն անցել։ Հիմա քո ես իմ կուրսում հաստատ գիտեմ եւ մեր ինստիտուտում մարդիկ, ովքեր սովորել են ու հա, ինձ հետ միասին սովորել են։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ու այո, եթե մասնագետ չես դառնում, ո՞վ է պետք է սովորածը։ Իմ կուրսում սովորողների 90%-ին դուք չեք ճանաչում, ոչ որպես դերասան, ոչ էլ որպես հասարակական գործիչ, ոչ էլ որպես հաղորդավար։ Ես չգիտեմ իրենք ինչ են անում։ Դե կարող լավ բիզնեսմեններ են։ Հիմա մեր կուրսի Նարեկը ես լավ հիշում եմ, դիպլոմը որ ստացանք, տարավ դրեց իրենց սեղանի ոտի տակ, սենց արեց, արդեն մեր սեղանը չի շարժվում էլ։ Ես այդ օրը շատ լավ հիշում եմ։ Իր համար այդքան էր այդ դիպլոմը։ Եվ ինքը իրականում ուներ լրիվ ուրիշ բան, ոնց ասել, նպատակները բացի ուրիշ մասնագիտության կրող էր ինքը իր ներսում եւ բացարձակ կապ չուներ դերասանության հետ։ Ինքն էլ գիտեր, բոլորս էլ գիտեինք։ Բայց ավարտեց։ Հիմա ես էլի համաձայն եմ։ Ես միշտ ասում եմ, թող միտեղ ավարտեն, որովհետեւ հաստատ ես տեսել եմ, թե ինչպես է այդ գնալ գալը, շփվելը փոխում։ Ուսանողական կյանքը։ Պարզապես շատ լավ կլինի, որ դուք այդ տարիները չվատնեք մի մասնագիտության վրա, որը ձեզ առանձնապես չի հետաքրքրում, վատնեք այնպիսի մի մասնագիտության վրա, որը ձեզ հետաքրքրում է, որ կորած տարիներ չլինեն, հետո արեք չունենաք, օրինակ ուրիշտեղ ինչ որ ուրիշ բան սովորելու։ Ոնց որ օրինակ ես։ Չեմ ուրիշներին ասում։ Մեկը ես։ Ես էլ։ Լրիվ ուրիշ բան ուզում էի, լրիվ ուրիշտեղ ընդունվեցի, հետո մեկ էլ եկա լրիվ ուրիշ բանի համար նորից չալարեցի, ընդունվեցի, սովորեցի մինչև վերջ։ Հիմա ես մտածում եմ, որ եթե մենք պիտի այդ արշավը կազմակերպենք ու մի բան էլ այդքան տենց քննադատվի, ծաղրվի եւ այլն,
Լավ, ինչի չի կարելի ոչ թե խոսել այդ մասին բեմում կանգնած եւ այնտեղ հələ հարցել է։ Շատ կարեւոր է, որ մենք խոսենք հատկապես երիտասարդության համար։ Բայց այնտեղ օրինակ հիմա կրթությունը նորաձև է հավաքին կային ավելի շատ մանկավարժներ, չէ՞, ոնց պարզվեց լրագրողներից, բանից, հարցադրումներից։ Ինձ համար օրինակ շատ վտանգավոր է, որ բավական, այսինքն միջին եւ ավելի բարձր տարիքի մարդկանց կանանց ես տեսա մանկավարժ, հիմա եթե իրենք նոր էին եկել կրթվելու, այդ ահագին վտանգավոր է, որտեղ իրենք երկար տարիներ երեխեք են կրթել։ Գեղեցիկ էին եկել կրթվելու։ Հասկացել են, որ կրթվելը գեղեցիկ է։ Նախ իմիջիայլոց ասեմ, ոչ նորաձև է, ոչ էլ գեղեցիկ է, այլ պարտադիր է։ Դա այդ ջուր խմելու նման պարտադիր բան է։ Պարտադիր է։ Եթե տեղը գա, որ կանոնով պետք է խփես ձեռքերին, որի կհասկանա, որ պարտադիր է, դրան եմ համաձայն։ Ինչու ոչ, որովհետև դու հաստատ իրեն լավ բան ես տալիս։ Թեկուզ մի երկու անգամ էլ ստիպելով։ Բայց նորաձև դարձնում են այն ժամանակ, երբ դա լինում է արդեն համակարգային փոփոխությամբ։ Համակարգային փոփոխությունը սկսվում է պարտեզից, հետո գալիս է դպրոց, հետո գալիս է ինստիտուտ։ Դու չես կարող այնտեղ քանդել, իսկ այնտեղ քանդվում է, եթե քանդված չէ։ Բայց գնալ ինչ որ բանը ամբիոններից խոսել դրա նորաձևության մասին։ Բայց ո՞նց է տենց լինում։ Ոնց դու քանդում ես, պարտեզում չկա, դպրոցում չկա, ինստիտուտում չկա։ Դպրոցների վիճակը, այսպես ասեմ, այնքան վատ է, որ ոչ միայն ես, այն ծնողները, ովքեր որ հնարավորություն ունեն, չգիտեմ, մի քիչ շատ գումար են վաստակում, իրենք որոշում են, որ բավականին թանկ գումարով, այո, բավականին թանկ գումարով, հիմա անունները չտամ գովաց չլինի, բայց համապատասխան մի քանի դպրոցներ միած երեխաները սովորեն։ Ես ասում եմ, այդ գումարները այնքան մեծ է, որ անգամ ես իմ ինստիտուտում սովորելու տարիներին այդքան ես ուսման վարձ չեմ մոծել։ Դա մի քանի 6-7 անգամ ավել է։ Հատկապես խոսում, բայց այդ դպրոցում, երբ որ ես առաջին անգամ գնացել էի շրջագայելու, որովհետև իմ ընկերներից մեկը այդ դպրոցում տնօրեն է, ես իմացա, ես այդ դպրոցում առաջին անգամ դա շատ տարիներ առաջ էր տեսա Գագիկ Գինոսյանին։ Այո։ Այդ դպրոցում Գագիկ Գինոսյանը ուներ դաս, դասաժամ, որտեղ երեխաները գալիս էին ճանաչելու հայկական պարը։ Եվ այդ ընթացքում Գագիկ Գինոսյանի դասախոսության ժամանակ ես նստած եմ եղել, մենք բոլորս հիացած ենք, որովհետև ինքը խոսում էր ոչ միայն այդ ազգային պարից, շարժումից եւ այլն, ինքը նաև խոսում էր հայից, հայի կարևորությունից։ Դե հիմա եթե մենք խոսում ենք կրթությունից, այդքան, այսպես ասած, թանկ արժողությամբ եւ այսպես ասած ոչ բոլորին մաչելի դպրոցում, այդ ոնց եղավ, որ հասկացել են, որ տենց դասաժամը կարևոր է։ Ոնց եղավ, որ Նժդեի ուսմունքեր ուսումնասիրել։ Հա, այդ ոնց եղավ։ Այդ ոնց եղավ, որ դուք ավագ դպրոց, նայեք, ախր կրթությունը նորաձև են, որն է, ժողովուրդ ջան, դրա հետ գիտեք ինչի չենք հաշտ։ Ոչ թե որովհետև վայ ինչի են վատ բան անում, եթե լավ բան են անում, կրթում են, քավլիցի։ Բայց եթե դպրոցում ավագ դասարանցիները առարկա չունեն անցնելու, ես հո անցել եմ այդ թողու բոհով, որտեղ իմ երեխան ավելի շատ այդ ժամանակը տրամադրում էր ընդունելության պարապմունքներին, որովհետև այդ մարդիկ ասում են, տնօրենն էր ասում, մանկավարժներն են ասում, ծերագիր չունենք։ Հիմա եկեք հասկանանք, ես որ այդքան գոռում եմ, ասում եմ թուրք, պարսիկ հեղինակներին, երկրորդ դասարան, 5-րդ դասարան մի մտցրեք, հիմա կմտածեն, կասեն ինչն է խնդիրը։ Այդ այն որ դուք ավագ դպրոցում չունեք, ասում եք բան, ծրագիր։ Չեք կարծում, որ այդ տարիքում արդեն 16-17 են, չէ՞, մոտավորապես ինչքան են։ Այդ տարիքում ավելի ճիշտ չի, օրինակ, ծրագիր մտցնել, ճանաչել բան, արտասահմանյան հեղինակներին։ Եվ այդտեղ բերեք բոլոր դասականներին, ռուս էլ, պարսիկ էլ, թուրք էլ, գերմանացի էլ, ում ուզում եք։ Թող իրանք ընտրեն։ Չէ, բոլորին էլ անցեք, ամեն կիսամյակում, չգիտեմ, ամեն ամիս կամ էլ մի ամիս տրամադրեք մի հեղինակի, այդ հեղինակից էլ մի գործ, շատ բան չեմ ասում, մի գործ թող ճանաչեն։ Նրանից հետո, երբ որ հանել եք այդ բոլոր դասերը, կրոնի պատմություն, ռազմագիտություն իմիջիայլոց, բերեք ավագ դպրոց։ Մեկա ծրագիր չկա, չէ՞։ Թող ավագ դպրոցում երեխեք անցնեն կրոնի պատմություն, որտեղ իմանում են համ մեր ծեսերը, համ մեր ծիսակատարությունները, ճիշտ, իմիջիայլ, որտեղ կրոնի պատմություն կարող շատերը չեն հասկանում ինչա։ Ասեմ ավելի, նաև մեր պատմությունն են շատ լավ իմանում։ Եթե տենց մենք որոշել ենք կրթել, եթե մենք չենք որոշել մեր պատմությունը խեղաթյուրել։ Ահա, քանի առարկա արդեն եղավ։
Այն անգամ ասում էի, գոռում էի մագիստրական տարիներից սկսած գոռում էի, ասում եկեք երեխեքին սովորեցնենք խոսքի կուլտուրա, դրա մեջ կներառվի ճանաչում դասական հեղինակներին, խմբային թիմային աշխատանքի գիտակցում, որտեղ երեխաները կկարողանան ներկայացնել, ներկայացում, տարվա վերջում, Շեքսպիր էլ կլինի, ինչ եք ուզում, ում ասեք կլինի, կարող ենք վերել։ Բայց մենք ինչ ենք քննարկում, տգետ հասարակության այնքան հեշտ է կառավարել։ Դուք ասում եք, բան, այդ երեխեք օրինակ վատ է, որ հավաքվեն մի թեմայի շուրջ, սկսեն օրինակ բեմադրել մի ներկայացում, որտեղ համ կիմանան ինչ է նշանակում ռեժիսուրա, համ կիմանան ինչ է նշանակում դերասանի վարպետություն, համ կսովորեն թատրոն գնալ եւ թատրոնում իրենց պահել, համ կսովորեն ներկայացում վերլուծել, համ կսովորեն ինչ է նշանակում բեմական խոսք, խոսքի կուլտուրա, այդ են առոգանության պարտասանելը չի ժողովուրդ, այդ լրիվ ուրիշ պատմություն է։ Համետ կսովորեն ու բավական լավ կսովորեն եւ եթե անգամ որոշեն դառնալ իրավաբան կամ բժիշկ, իրենք շատ գեղեցիկ խոսքի կերպ կունենան եւ դրա հետ ոչ մի ծնող չի կարող համաձայն չլինել։ Հիմա դուք ասում եք կրթությունը նորաձև է, դե կրթեք, այդքան բան եմ ասում, դրանցից որ մեկն է երեխեքն անցնում։ Ինչի օրինակ այդ տարիքի երեխեքը չսովորեն միասին թիմով հավաքվել, մի ներկայացման շուրջ ու բեմադրել, որը շատ հավես է իմիջիայլոց, բեմադրել բան, ինչ որ մի հայտնի պիես։ Ախր հետաքրքիր է, ասում, այդ մարդիկ, որ խելացի լինեն, իրենց որ հոտի պես ուզենան այն կողմ ուղարկեն, ոնց են ուղարկելու, ասում եմ, դեգրադացած հասարակությանը շատ հեշտ է կառավարել։ Դրա համար էլ երբ որ ես ասում եմ ինձ համար տարօրինակ է, որ 3 ժամ այդ հավաքին ներկակինը դուրս է գալիս ու միակ բանը, որի կհասկացել է այդտեղ, անհնար է 3 ժամ լսես գաղափարների մասին ու գոնե մի գաղափար չմտնի ուղեղդ, որ հենց առաջին հարցը տան ասես այ այսպեսի բան եմ հասկացել կամ բացահայտել։ Ոնց եղավ, ես ժողովուրդ տարական վերլուծությունն է, ամենատարական վերլուծությունն է։ Երբ որ դու մի միջավայրից դուրս ես գալիս, քեզ հետ վերցնում ես, չգիտեմ, այնքան կարևոր խտացած բաների մասին պիտի խոսեն, որ դու քեզ հետ վերցնես մի գաղափար։ Ձևակերպումները եղել է հետևյալ կերպ. դե քննարկեցինք մանր մուներ կենցաղային հարցեր։ Այն մեկն ասեց, որ ես իրան մոտիկից տեսա, այն մեկն էլ ասեց գնում ենք Եվրոպա։ Կրթությունը գեղեցիկ է։ Ոչ մեկի էջում էլ ես հիմա հրապարակում չեմ տեսել, հա կրթությունն էլ վիրավորվել էր, որ նորաձև չի, բայց գոնե գեղեցիկ է։ Ես գիտեք արդեն երրորդ անգամն է, որ ես մասին խոսում եմ եւ ոչ մի կերպ չեմ կարողանում սրա պարադոքսը հասկանալ, որովհետեւ երբ որ մանկավարժը, որը տարիների վեր կրթվել է, երեխա է կրթել ու 3 ժամանոց դասախոսությունից, եթե կարելի այդպես ասել, ինքը դուրս չի եկել որևէ հետաքրքիր գաղափարով, թող լինի, չգիտեմ, սեմինար, հա, չգիտեմ ինչ են դեռ անում։ Հավաք։ Հա։ Մի բան էլ, ինչ որ ես տեսել եմ կադրերը փոխվում, ասեն սիրուն սարքածաբան, մտնում աստեղից բանն է դուրս գալիս, ինչ որ տենց հետաքրքիր կադրային լուծումներով արել են։ Պատրաստվել են, էլի, որովհետև մենք ուզենանք այդպես մի սեմինար կազմակերպենք խոսքի կուլտուրայի մասին, որտեղ համ փիլիսոփայություն կա, համ հոգեբանություն կա, համ բժշկություն կա, համ յոգա կա, համ բանաստեղծություն կա, հերիք չի որ չեք գա, մի բան էլ, ասեմ ավելին, չենք կարող այտենց ֆինդու ֆլուշկեքով հետաքրքիր կազմակերպել, որտեղ դա լուրջ ծախս է։ Հիմա ասում եմ էլի դուրս գաս ու օրինակ մի բան, մի հատ sense արտահայտություն քո հետ չտանես կրթության մասին։ Մի բացահայտում գաղափարական չի եղել, ես այդպիսի արտահայտություն չեմ լսել։ Եթե իմ սեմինարից որևէ մեկը դուրս գա ու իրեն ասեն ինչ հասկացաք խոսքի կուլտուրայից ու ինքն ասի կենցաղային մանր մուներ հարցեր քննարկեցին։ Խոսքի գեղեցիկ է։ Ես գիտեք ինչ կանեմ, չգիտեմ Երևի փող կտամ այդ լրագրողին, որ ջնջի, եթե հնարավոր է այդ, որովհետև եթե ինչ-որ մեկը իմ ասածներից ոչ մի բան չի հասկացել կամ էդ ա եղել իմ ասածը։ Որովհետև պիտի քո մոտից դուրս գան ոգևորված, որ հիմա իրանք սարեր պետք է շուռ տան։ Քո մոտից պիտի դուրս գան հայրենիքը սիրելու, ընտանիքը սիրելու, վերաարժևորելու եւ հասկանալու, որ դու ընտանիքում եթե խնդիր ունես, այ դու հենց դու կարող ես ամեն ինչ փոխել, ոչ թե ասել գնում ենք Եվրոպայում կփոխեն։ Ոչ էլ ինչ որ մեկն ասի, իրան մոտիկից տեսանք, շփվեցինք, նկարվեցինք իրար հետ։ Այդ իմ պարտությունն է մասնագիտական, ես տենց եմ համարում, որովհետև ինքը պետք է դուրս գա ու հասկանա, որ եթե անգամ չունի կրթություն, այ ինքը որոշել է գնա ընդունվի բարձրագույն ինստիտուտ։ Ես դրա վառ օրինակը ունեմ ու մտածում եմ, որ մարդուն այդպես պիտի ոգևորես, եթե ինքը առիթ ունեցել ինչ որ լոզունգով սեմինարում քո հետ հանդիպելու։
Այն մեկը պետք է հասկանա, որ եթե ինքը վախեցել էր ինչ-որ բան սկսել, պետք է սկսի։ Այն մեկը պետք է հասկանա, որ ընտանիքում եթե կա խնդրեմ, ոչ մեկ այդ չի կարա լուծի, հիմենակ ինքը կարա լուծի։ Այն մեկը պետք է հասկանա, որ առհասարակ ինքը պետք է հասկանա ինչա նշանակում խոսել, ու ինքը համոզված լինի, որ խոսելով կարելի է, չգիտեմ, որ ոլորտում ասեմ, չկա դες մի հատ ոլորտ, որտեղ դու չկարենաս դրանով, եթե դու հասկանաս դա, փոխես ինչ որ հարց լուծես։ Գոնե այդ ողջավորությունը պիտի լինի, չէ՞։ Ես ուզում առողջությունդ պահես մի քիչ։ Ես իհարկե ասում եմ, ես ինչի եմ հիմա այսքան լայն ասում, ու ես համոզված եմ, որ ոչ մի սեմինար չի փրկելու ձեզ, եթե դուք ֆունդամենտալ փոփոխություններ չեք անում, իսկ ուզենք թե չուզենք, ի ուրախություն մեզ, թե ի տխրություն մեզ, այդ ուժերը ձեր ձեռքում է, ասել է թե պետության ձեռքում է։ Եթե պետությունը որոշի, որ իսկապես ինքն ուզում է, որ կրթության հանդեպ վերաբերմունքը փոխվի ու դա բարձրանա, իրեն պետք չի ոչ մի սեմինար անձամբ գնալ կազմակերպել։ Իրեն 3 տեղ, ասում եմ 3 նախարար է ընդամենը պետք, չէ՞ մի նախարար է պետք, հստակ տալ ցուցում եւ միանգամից այդ փոփոխությունները կարող են այս 7 տարիների ընթացքում չէ, մի 3 տարում դուք այդ փոփոխությունը կզգայիք։ Երբ որ մանկավարժներն էլ կհասկանային իրենց դերը, ինչ են անում, իրենց գնահատված լինելը, կրթության մեջ այդ որակի փոփոխությունը, երեխաների մեջ մրցակցություն ստեղծելը։ Իսկ մենք այդ դրա համար էլ մենք պարտվում ենք, որովհետև ասում են մրցակցություն մի ստեղծեք երեխեքի մեջ։ Ինչի՞ է գնահատում, որ երեխեքը սկսում են իրար հետ մրցել։ Սմայլիկը դրեք անցեք առաջ ոնց թե։ Ոնց թե առանց մրցակցություն Արդյունք կա, դու հաղթանակի մասին կարող ես խոսել, եթե չկա մրցակցություն։ Եթե օրինակ մենք գնացել ենք օրինակ փառատոնի կամ ինչ-որ մրցույթի, եթե այնտեղ ոչ մեկ հաղթող չի ճանաչվելու, ես ինչի պետք է կոտորվեմ այնտեղ բոլորից առաջ ընկնեմ, բայց կամ փորձեմ, որ իմ ներկայացումը օրինակ լինի հնարավորինս լավագույնը։ Ինչի՞։ Հանուն։ Չկա այդ հանունը։ Հիմա եթե ես միևնույնը ատեստատ եմ ստանալու, ոչ մեկ ինձ նույն դասարանում չի թողելու, ես ամոթով չեմ մնալու, խնդիր չեմ ունենալու։ Կա տենց երեխա, այդ բացառություններ են, որոնք սիրում են սովորել, դա էլ ընտանիքից է գալիս։ Բա մնացածը, որոնք չեն սիրում, բա ո՞նց պետք է իրանց ուրիշ ոգևորես։ Ո՞նց պետք է ինքը հասկանա, որ վայ, բա որ ատեստատ չստանամ, բա ինչ եմ անելու։ Բա ոնց եմ տունը պատասխան տալու։ Ասելով չի էլի, դու չես կարող այստեղ քանդել, գնալ ուրիշտեղ կանգնել ասել, վայ Ժողովուրդ ջան, կրթվել է նորաձև, ու չգիտես դրա տակ էլ ինչ ես։ Ես մանձամ չեմ եղել, չեմ կարող բառ ասել այնտեղ ինչ է եղել, բայց փոխարենը իրավունք ունեմ հետևություն անեմ այն մարդկանցից, ովքեր դուրս գալուց հետո կարծիք են հայտնել։ Ոնց կարող եմ իրավունք չունենալ հետևություն անել, եթե այդ մարդն ասում է մանր-մունր կենցաղային հարցեր են քննարկել։ Բայց մանր-մունր ասեցին, անգամ կենցաղային հարցերը քննարկեք ձեր կեսուրի հետ։ Մի խոսքով, եթե դուք ուզում եք ձեր երեխեքը կրթվեն, անտարբեր մի եղեք, ու սկսեք ամեն մեկը ձեր ոլորտում, դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, ինստիտուտ կլինի, պայքարեք, որ ինչ-որ բան փոխվի։ Այս մնացածը իրականում ընդամենը փոշի է, որը որևէ ազդեցություն չի լինելու, որովհետև այնտեղ գնալու են էլի, գիտեք, հատնտիր տենց մարդիկ։ Այնտեղ ուսանողություն ու երիտասարդություն չկար։ Սելի հեռուստադիտողներ, առավոտյան ամենահամեղ պահն է հասունացել։ Եթե տորթ, ապա կանաչիներով չգիրացնող եւ այսպիսի։ Ես համաձայն եմ, Վահե։ Ես զարմանում եմ, դու ոնց ես կարողանում այս էսթետիկան պահպանես։ Շատ դժվարությամբ։ Ինչու՞։ Կոնկրետ այս դեպքում շատ դժվարությամբ։ Լավ էլ հեշտ է ստացվում։ Ահա, Կողքից միշտ էլ այդպես է։ Իրականում պտտելու տենց տեխնիկա կա, երկու կողմանի կարմրացված է, հա։ Շերտը այդ շատ դժվար է ստացվում իրականում, որովհետև կանաչին պետք է կարողանալ հավաքել, ջրային մասսան պետք է իրենից ազատել, հետո կարողանալ քանում ես ազատելու համար դու ասել ես, մի քանի անգամ հիմա ներկայացնեմ, մի քանի անգամ Մերսի։ տարբեր ցանկացած կանաչիներ եք ընտրում, այստեղ չկա որևիցե կանաչի, որ կարող եք անել կամ ոչ, ցանկացած կանաչի օգտագործում եք, պետք է առատ կանաչի իհարկե լինի եւ ավելացնում եք մոտավորապես 8 ձու, 3 ճաշի գթալ ալյուր, կարմիր պղպեղ, սև պղպեղ եւ լավ հարում եք, որպեսզի ալյուրի այդ կոշտուկները չմնան։ Ինչ վերաբերվում է երկշերտանի կարմրեցնելուն, հա, այս դեպքում առաջին շերտը, երբ որ կարմրում է, կարակով ենք անում, մի փոքր ձիթայող պետք է ավելացնել, անջատել հիմքի շերտից, որովհետև այդ ընթացքում հասցնում է ձուն կպչել։
եւ ներս ենք բերում իրեն դեպի որ ձեթը լցվի տակը, հետո շրջում ենք հակառակ կողմ, որտեվ շատ դժվար է այդ process-ը իրականում, միջև որ դառնում է այսպեսի տորտի նման, ոնց որ դուք հիմա տեսնում եք։ Ջեռոց չի կարելի դնել։ Ջեռոց կարելի է դնել, բայց այս համը չի ստացվի ինչ որ ունենք այստեղ, որովհետեւ հասցնում է կարմրել։ Այո, ջուրը պետք է առանձնացնել ամեն դեպքում, 2-3 անգամ ջրքամել եմ իրեն եւ 4 տապակման կհասկանաք այն դեպքում, երբ որ պատրաստ է, երբ որ արդեն գոլորշի է ուղակի դուրս գալիս եւ ջուր չկա նստվածքի։ Այդ ժամանակ նոր կարակը ավելացնում ենք ձիթայուղի հետ միասին։ Սա շատ համեղ է։ Դա շատ համեղ է։ Պարսկահայոց խոհանոցի տապակա է սա բանջարեղենային, որը որ կանաչիների է տարբերակում, որը զատկին բնորոշ սեղանի ուտեստ է։ Ես իմիջերից կարելի է հենց այսպես էլ տապակել կանաչին, որովհետև եթե լավաշով էլ պատրաստենք այդ տորթաձև բրնձով, չամիչով բրնձով փլավը, երի կլինի գեղեցիկ տորթիկներ զատկի սեղանին։ Իսկ դե կարելի է սա այդ քո ասած լավաշով տարբերակի վերին շերտը դնել ու այդպես շերտով կտրել, համ բրինձը վերև շերտում կլինի նաև կանաչին միասին մատուցել։ Շատ հետաքրքիր իմ համարձակությունը չի ների այդպիսի բան անել։ Չէ, բայց շատ համեղ է։ Եթե մամաս կկարողանա, խնդրեմ, բայց ես օրինակ անհամբեր սպասում եմ մամայից պատրաստած այդ չամիչով փլավին եւ կանաչուն տապակած, բայց երբեք այս տեսակով չէինք տապակել։ Այս տարի վահե նորից քեզ կզանգեմ, որովհետև հաստատ չեմ հիշի, բայց կփորձեմ իրականացնել։ Մեկ-մեկ հիմա տանը անում եմ թարխունով ձվածեղ, մեկ-մեկ առատ թարխունը, մեկ-մեկ ոչ այդքան, բայց դե սա լրիվ ասում եմ իմ նախընտրած կերակուրներից է, որ ամեն օր տան, ամեն օր սուս-փուս կուտեմ։ Սա վարպետության դասը իրոք շատ համեղ էր։ Շնորհակալ ենք։ Այսօր այս անպամած եղանակին սիրելի հեռուստադիտողներ հաստատ կարող եք այսպիսի ասում եմ տակ համեղ մի բան պատրաստել ձեզ համար։ Մեր առավոտը երկուշաբթին այսպիսին էր, վստահենք էլի մեզ հետ, այսինքն մի քիչ ալ վատ է հնչում վստահենք, բայց հուսով ենք, որ ձեզ մեզ հետ տխուր չէր, հետաքրքիր էր, բացահայտումներով էր եւ ավարտին ասենք, որ մեր նկարահանող խումբը եղել է ուր էր եղել, որտեղ որ թանգարանում Չէ, տեզերական թանգարանում է եղել, որովհետև մեր հաջորդ տեսանյութը հենց այդ մասին է։ Չգիտեմ ինչեր են բացահայտել, բայց ես հասկացել եմ, որ ես այնտեղ երբեք չեմ եղել եւ սա առիթ է, որ պարտադիր գոնե մի անգամ այցելենք։ Ձեզ էլ ենք խորհուրդ տալիս սիրելիներս, կհանդիպենք վաղը նույն ժամին։ Օրվա լավ շարունակություն բոլորիս, ցտեսություն։ Ցտեսություն։